Հիմա ինչ։ Դե սպասենք մինչև ինքն էլ գա։ Ուրիշ տարբերակ չունենք, եթե ինչ-որ բան ասենք, կասկածելու էր։ Բայց ինքը կարա մեզ ահավոր խանգարի։ Ինքը չգիտի մենք ինչի ենք պայքարում հենց այս համալսարանում փորձաշրջանացնելու համար։ Պանիկան թողեք մի հատ, որ մի քիչ զգուշություն ունենանք, ոչ մեկ ոչ մի բան չի հասկանա։ Այսինքն չի։ Հա, ինքն է։ Մի լարվեք մի հատ։ Դեպքիցը տամից զգացվում է։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Ենթադրում եմ դուք եք, որ մեր դպրոցում պիտի փորձաշրջան անցնեք։ Հա, մենք ենք։ Դուք էլ երևի ընկեր Հունանյանն եք։ Այո։ Դե գնանք ներս, մնացածը տեղում կբացատրեմ։ Ուղղակի մեզ մի հոգի պետք է միանա։ Բարև ձեզ։ Կարող ենք արդեն գնալ։ Ա հիմա հա։ Թե չի առած Մարկոս մենք տեղ չեն գնում էլի։ Թե մի արավ, այ գժվացիր արդեն։ Դե մեկ-մեկ այդ գլքից դուրս արի, հետները շփվի։ Նոր դասախոսներ են գալու։ Լարված աղջիկ ուզում է լավ ներկայանա։ Ինչ ես ուզում։ Հալա մեզանից մի քանի տարի են մեծել, ինչ եք լարվել։ Հաստատ իրանց հետ ավելի հեշտ կլինի։ Ամեն դեպքում առաջին տպավորությունն է, ինչի վատը լինի։ Չհասկացա, ես ինչի լսարանում չեք։ Ձեր նոր դասախոսը երևի ձեզ է սպասում։ Թե լավ ընկեր Հունանյան, ինչ նոր դասախոս։ Ժամանակավոր չես ամեն ինչը։ Չհասկացա, դա ինչ կապ ունի։ Ու չմտածեք, եք արագ թերանաք։ Նորմալ դասեր եք սովորեք ու գաք դասի։ Իսկ նորմալ մարդիկ են ընկեր Հունանյանը։ Հրաշալի երիտասարդներ են։ Արագացրեք։ Երեխեք, այսօր ինչ դաս ենք անելու։ Այսօրվա դասը հաստատ քո խելքի բանը չի։ Բարթվաբանություն է էլի։ Երեխեք անկապ խոսում են։ Ինչ լավ այսօր լա ձեզ բերել ընկեր Հունանյանը։ Դպրոցում արձակուրդ է, ընկեր Հունանյանը խոսք հատվել, որ դեռ 3 անգամ էլ մեզ բերելու է համալսարանը ցույց տա։ Ու ընդհանրապես դպրոցներում սենց բաներ պիտի նախագծեն, որ մեր նման երեխեքը գան ու հասկանան, թե որտեղ են ուզում ընդունվել։ Ինձ դպրոցի ժամանակ մի հատ էլ համալսարան բերեին, հաստատ չէի ձգի։ Բարև ձեզ։ Այս համալսարանում տարիքային շեմը չի պահպանվել։ Պահպանված այս համալսանում ամեն ինչ։ Դուք ով եք։ Հա, դուք եւի մեր նոր դասախոսն եք։ Իրանք ընկեր Հունանյանի աշակերտներն են դպրոցից։ Մեկ-մեկ գալիս են համալսարան։ Ճիշտ է, ես դա սխալ եմ համարում։ Բայց երևի ընկեր Հունանյանն ավելին է հասկանում։ Հա, ճիշտ գիտես։ Ընկեր Հունանյանը միշտ բոլորից ավելի շատ բան գիտի ու ավելի շատ բան է հասկանում։ Դասախոսի հետ խոսում են դուքով։ Եվ հա, ճիշտ էր ասում փաստորեն, որ այս խմբի երեխաները դաստիարակության հետ խնդիրներ ունեն։ Ինչ։ Ընկեր Հունանյանը նման բան հնարավոր չէ որ ասած լինի։ Հնարավոր չի։ Ինքը մեզ շատ էր սիրում։ Հնարավոր է, որ սիրում է, բայց մեզ նախապատրաստում էր։ Հուսամ այս զրույցը մեր մեջ կմնա։ Ես ուզում եմ ինքս ձեզ ճանաչել, եւ ուրիշների ասածներին այդքան կարեւորություն չեմ տալիս։ Ինչի մեր մեջ մնա։ Վախենում եք ձեր սուտը բացահայտվի։ Դուք հենց սկզբից եկել եք, ուզում եք բոլորի մեջ լարվածություն առաջացնեք, այդպես չի կարելի, չէ։ Երեխեք էսի ձև եք խոսում մեծերի հետ։ Չեք հասկանում, չի կարելի։ Կամ իրա ինչին է պետք որ խափի։ Ինչ պիտի ունենա ընկեր Հունանյանի դեմ առանց իրան ճանաչելու։ Հնարավոր է, որ ուղղակի մենք լիքը բան չենք նկատել։ Ուշացողների խումբն եք։ Դուք ով եք։ Երևի ուրիշ համալսարանից եք, հա եկել։
Վայ ոնց եմ մոռացել։ Դուք մեր նոր դասախոսն եք։ Կներեք, էլի որ ուշանում ենք, սենց բան հազվադեպ լինում, խցամա մեջ էինք։ Հա, Հունանյանն ասում էր, որ պիտի խիստ լինենք, որ չուշանաք։ Ասում էր, որ դուք ավարտական դասարանի պես պարտաճանաչ չեք։ Հետավարտական կուրսն է պարտաճանաչ։ Հաստատ ընկեր Հունանյանը չի ասել ձեզ։ Ինքը գիտի մենք ինչ պարտաճանաչ ենք։ Դե ձեզ առաջին օրն է, որ ճանաչում եմ։ Իսկ ինքը վաղուց է ճանաչում ձեզ։ Հաստատ մի բան գիտի, որ ասում է։ Երևի մի բան խառնում եք։ Հա ինքը մեզ լավ է ճանաչում։ Ու հենց դրա համար էլ չէր կարա տենց բան ասել։ Բարև ձեզ։ Առանց այդ էլ ուշացել եք։ Գնացեք դասի։ Դուք էլ եք մեր նոր դասախոսը։ Ուֆ, առավոտից սա խառնվեց իրար։ Ինչի է երեխեքին տենց բաներ ասում։ Համ իրար դեմ կտրամադրես տենց, համ էլ իրենց դասախոսի։ Լավ էլի, այդ ուր խորացար։ Իմ ասածի մեջ վատ բան չկար։ Միգուցե չես նկատում։ Իմ ասածը վատ մի ընդունի։ Ուղղակի ես երեխեքի հոգեբանությունը լավ եմ հասկանում։ Մի արա տենց։ Փաստորեն շատ լավ երեխեք եք։ Զարմանում եմ ինչի ինձ ձեր մասին ոչ դրական խոսակցություններ պատտվում։ Մեր մասին? Չհասկացա։ Ով պիտի մեր մասին վատ բաներ խոսա։ Դե ձեր դասախոսները վախեցրին մեզ։ Չգիտեի, միասին շփման եզրեր կգտնենք, թե չէ։ Մեր կուրսի մասին բոլորը միշտ լավն են խոսում։ Երևի մի բան շփոթել եք։ Բայց ինձ շատ հետաքրքիր է, թե դասախոսներից ով է մեր մասին վատն արտահայտվել։ Որ մտածում եմ մենք բոլորի հետ լավ հարաբերությունների մեջ ենք։ Հաստատ ինչ-որ շփոթմունք ա եղել։ Կարելի է։ Հա իհարկե, Սուս ջան, մենք վերջացրել ենք։ Հա, այս այն կուրսն է, չէ՞ որ Հունանյանը ասում էր զգուշանանք։ Հունանյանը։ Լավ էլի, Սուս։ Վայ կներեք, ուղղակի Զարու համար շատ անհանգիստ էի։ Ես չեմ հասկանում։ Նորմալ է ամեն ինչ։ Նես բաները կասում որ ուղղակի հնարավոր չի։ Մոռացեք երեխեք, հանգիստ եղեք։ Ես ձեր մասին իմ կարծիքը չեմ փոխել դեպի վատը։ Հակառակը։ Ձեր համալսարանում ես, չէ՞ կարծեմ, երկու դասախոսների միջև եղած սկանդալը։ Կարծեմ դասախոսներից մեկին էլ հեռացրին աշխատանքից։ Հա, ընկեր Հունանյանի ու ընկեր Զադոյանի միջև էր, բայց այդտեղ ընկեր Հունանյանը կապ չուներ, հենց ինքը բացահայտեց, որ համալսարանում կոռուպցիա կա։ Թե իր արածը բարթեց մյուս դասախոսի վրա։ Սուս, լավ։ Այդ ուսանողների հետ քննարկելու բան չի։ Արի գնանք։ Դուք էլ հանգստացեք։ Հանձնարարությունները կանեք կախա։ Ես ինչ կատարվեց։ Ուզում եմ հասկանամ։ Իբր ինչի՞ այդպես բաներ ասել ընկեր Հունանյանը։ Կարող ես դու ազգանը շփոթեցին։ Այդ շփոթվելու բան չէր։ Ես տեսել եմ ընկեր Հունանյանն է իրանց դիմավորել։ Հա դե, ուրեմն հաստատ ինքն ասել։ Ոնց չէի սպասում։ Փաստորեն մեր դեմքին շփտում է բարի դասախոսը խաղում, իսկ մեր մեջքի հետևում մեզ փնովում է։ Չգիտեմ, ուզում եմ գնամ անպայման հարցնեմ ընկեր Հունանյանին, թե ինչի է այդպես բան արել։ Այդ մարդիկ նոր են եկել այստեղ։ Ոչ ոքից չեն ճանաչում։ Հաստատ ինչ-որ անկապ բաներ չէին խոսի։ Ուրեմն մի բան կա, չէ՞։ Ես չեմ հավատում ընկեր Հունանյանից։ Ինքը այդ դասախոսը չի։ Իսկ եթե մտնենք հենց իրանից էլ հարցնենք, ահա որ վիրավորված են, որ մեր մասին տես բաներ ասել։ Դուք գումարը փոխանցեք, մնացած հարցերով ես կզբաղվեմ, հանգիստ եղեք։ Չէ, մի մտածեք։ Ոչ ոք չի իմանա, թե գումարը ով է փոխանցել։ Լավ։ Փաստորեն իրականում մենք սխալ կարծիք ենք ունեցել իր մասին։ Ընկեր Զադոյանին անիմաստ հեռացրին, իսկ ընկեր Հունանյանին արդարացրին։ Չեմ հավատում։ Երեխեք, հասկանում եք, մենք ընդհանուր խոսակցություն չենք լսել։ Ինչ իմանանք ում հետ էր խոսում ու ինչն էր թեման։ Չէ, մար։ Դու հիմա ընդամենը ինքնախապեյությամբ ես զբաղվում։ Որովհետև մենք այնքան նվիրված ենք եղել իրան, որ չենք հասկացել ինչ կա իրականում։ Պիտի մյուսների հետ խոսանք։ Հասկանանք, ոնց ենք լուծում այս հարցը։ Մտահոգ ես։ Չես հարմարվում։ Չէ, հարմարվելու խնդիր չկա, ուղղակի բաներ կա չեմ հասկանում։
Դե հարցրու փորձեմ բացատրեմ։ Չէ, ընդամենը իմ երևակայությունն է։ Չեմ ուզում այդ մասին խոսել։ Երեք որ ասում եք երեխա կա վարձավճարի հետ կապված խնդիր ունի, ուզում են հեռացնեն։ Կարողացաք ինչ-որ բան անել։ Դե հա, բարերարներ կան, ովքեր անշահախնդիր օգնում են երեխեքին։ Երեք խոսեցի նրանցից մեկի հետ, բայց խնդրեց անունը չբարձրացնենք, դե չի ուզում իմանան ով է արել։ Լավ, դու գնա ճուշանաս, ես էլ եմ դասի։ Չեմ կարող հավատալ մեկը։ Օթից չեն ասում, լսել են մարդիկ։ Ուրեմն հաստատ սխալ են լսել։ Ինչի՞։ Կարող է քեզ էլ փողով նշանակել։ Ասեցի բարև ձեզ, չլսվեց։ Ինչ է կատարում ձեր, չեմ հասկանում։ Միջանցքում էլ են իրաց տարօրինակ պահում։ Միգուցե հասկացել ենք ով եք դուք իրականում։ Մոռացել եք, որ ձեզ դիմաց ձեր ընկերը չի կանգնած, այլ ձեր դասախոսը։ Երեք բոլորդ լավ էիք, հիմա ով է ձեզ նեղացրել։ Մնացել էր դուք մեզ ուղղություն ցույց տեք ու վերջ։ Մոռացել եք երեք ոնց եք խոսում այն նոր դասախոսի հետ։ Եթե դուք այդքանը չեք հասկանում, մենք իրավունք ունենք ձեզ ուղղություն ցույց տալու։ Մնաց մնացեք բոլորդ։ Ես ինչ եք դառել, ես ձեզ չեմ ճանաչում։ Հիմա շատ արագից բացատրում եք ինչա կատարվում։ Ընկեր Հունանյան, ոչ մի բան էլ չի կատարվում։ Ընդամենը վատ տրամադրությամբ են զարթնել բոլորը։ Չէ, բոլորը այն գիտակցումով են զարթնել, որ երբեմն լավ թվացող դասախոսը օտար մարդկանց մոտ մեր մասին վատն է խոսում։ Կամ էլ իր մեղքը բարդում է ուրիշ ուսուցիչների վրա ու մեր աչքերին փոշի է փչում։ Ապրեք։ Ամոթ ձեզ, ինչի նեղացիք ընկեր Հունանյանին, ինքը ձեզ այդքան սիրի, դուք էլ ձեզ սենց պահեք։ Դուք երևի երեկվա դասախոսի ասասներն եք լուրջ ընդունել։ Դուք իրան անգամ չեք էլ ճանաչում։ Բայց հավատում եք իրանց, ոչ թե ձեր դասախոսին, ով 3 տարի միշտ ու ամեն հարցով ձեր կողքն է եղել։ Ձեզնից քանի տարի են փոքր, բայց ինչքան բան են հասկանում։ Մի բան անելուց ու ասելուց առաջ ավելի լավ կլներ խորը մտածեք, հետո ուղղելու տեղ կարողա չունենաք։ Գրիշ, Սուսելի, առանց էդ էլ լարված ենք բոլորս։ Կարող եմ մի հատ էլ դասարանի մեջ կռիվ ընկնի։ Դասարանա մնացել։ Ոնց եմ զզում սաղից ես կեղծ լինելուց։ Գոր, վերջ, հերիքը ասեցի։ Չի պատկերացնում, որ այսքան հեշտ կլինի։ Ես ասում եմ, չէ, երեխեք, դուք էլ են Մարկոսից եք վախենում։ Ուրախ ես Սուս, սրտովը դա։ Հա, ապրեք երեխեք։ Պապային անիմաստեղը մեղադրեցին ու հեռացրեցին աշխատանքից։ Այդ Հունանյանը պիտի իրա պատիժը ստանա ու դուրս վռնդվի համալսարանից։ Այդ իրա հիմար ուսանողներն էլ ամենալավ զենքն են։ Մարկոսն է մոտիկացել Հունանյանի հետ, չգիտի չէ, որ Զադոյանը պապատա։ Չէ, ինքը ոչ մի բան չգիտի, բայց մեզ չի կարող հանգարի։ Որ դուրս եք գալիս ընդմիջման, ինձ ինչի չեք ասում։ Մի քանի անգամ նկատել եմ արդեն։ Դե դու խառն ես միշտ, դասախոսների հետ ես շփվում էլի։ Ինչի եք այստեղ։ Նույն բանի համար ինչ դու։ Համալսարանում ամեն ինչ խառնվել է իրար։ Ու ես վստահ եմ, որ դուք կապ ունեք այս ամեն ինչի հետ։ Դուք այստեղ ժամանակավոր եք։ Իսկ այդ մարդիկ դեռ երկար ճանապարհ ունեն իրար հետ անցնելու։ Դու իր մնացել մեզ պակաս, այս հարցը արագի մեջ է պետք լուծել։ Ինչի՞ է մեզ կանչել ստեղ։ Չգիտեմ, բայց ավար կասկածելի արդեն էս ամեն ինչը։ Երեխեք, ինձ թվում է մեր այսօրվա պահվածքի համար է։ Ոչ մեկս Հունանյանի դասին ներկա չենք եղել։ Ճառեր է կարդալու, թե ինքն էլ է գալու ասի Հունանյանի նման, որ մենք վատն ենք։ Ինձ թվում է ինքը սաղ քաղաքին այդ արդեն ասել։ Չեք կարող էլի հանգստանաք ու փորձեք սառը դատել։ Անհնար է ձեր դեպքում մեկը։ Գրիշ չես հասկանում, որ դու այստեղ մենակ ինչ-որ կուրորեն հույսեր փայփայում։ Մեզ ինչ շատ չես ուզում հաստատ, որ այս ամեն ինչը սուտ լիներ։ Ուղղակի ռեալ դատի ախպերս։ Իրանց ինչին էր պետք։ Հենց էտա պետք հասկանալ, թե իրանց ինչին էր պետք։ Ոչ թե միանգամից նեղացնել։ Կլինի դուք սուս մնաք։ Արդեն ազդեցիք ներվերից վրա։ Մեզնից շատ կյանք եք տեսել։ Չէ, ձեր ուղեղից լավ է աշխատում մեր ուղեղը։ Ու այդտեղ տարիքը ընդհանրապես կապ չունի։ Լռեք մի հատ, թե չէ հենց հիմա դուրս կգաք ստեղից։
Հեսա որ ընկեր Հունանյանը դուրս գա ստեղից, դուք էլ ստեղ չեք մտնելու։ Ձեր ուզածնել է տա, չէ՞։ Լավ է, բոլորը տեստեղ եք։ Պստիկներին էլ եք բերել։ Իրանք չեն բերել, մենք էինք ուզում գայինք, որ ձեզ ասեինք, իրանց խելք բացատրեիք։ Երեք չգիտեմ ինչ խոսակցություններ են լսել, ու մտածում եմ, որ ընկեր Հունանյանը կաշառք է վերցնում։ Ու այդ ձեր հետի դասախոսներն էլ սուտ բան են եկել խոսացել ընկեր Հունանյանի հասցեին։ Ես հենց այդ մասին էլ ուզում եի ձեզ հետ խոսել։ Ու ինձ համար շատ զարմանալի է, որ այս տեքստերը ոչ թե ինձ մեծերն են ասում, այլ փոքրերը։ Խնդրում եմ էլի, հիմա չդնեք մեզ հակառակը համոզեք։ Երեխեքը լսել են ընկեր Հունանյանի խոսակցությունը։ Որտեղ ինքը ասել է, որ գումարը փոխանցեն, մնացած հարցերը ինքը կլուծի, ու դրա մասին ոչ ոք չի իմանա։ Լսել եք այդքանը ու վերջ։ Իսկ ես գիտեմ, որ ընկեր Հունանյանը խոսել է բարերարներից մեկի հետ, ով պետք է փոխանցեր անապահով ուսանողներից մեկի վարձը, ով խնդրել է, որ իր անունը չհրապարակվի։ Լավ ասենք այդ հասկացանք, բայց մնացած խոսակցությունները, որ պատտվել են մեր անվան շուրջ։ Երեխեք, մենք հիմար ենք, ուղղակի հիմար ենք։ Ոչ չենք հասկացել, որ այդ նոր դասախոսները հենց ամենասկզբից ուզում էին ընկեր Հունանյանի մեր աչքից գցեին։ Բա մենք ձեզ ինչ էինք ասում։ Դե ամոթա որ մեզ լսեն, չէ որ մեծերը միշտ ճիշտ են։ Նշանակում է, որ ինչ որ բանի համար են եկել այս դպրոց։ Բայց դուք էլ եք, չէ՞ իրանց հետ։ Ուրեմն գիտեք ինչա թաքնված էս պատմության հետևում։ Ես չգիտեմ, որովհետև ես վաղուց չի, որ իրանց ճանաչում եմ։ Ուզում եմ օգնեք ինձ պարզենք, որովհետև ընկեր Հունանյանը ամեն ինչից հիասթափված ուզում է դուրս գա համալսարանից։ Իսկ ես վերջին կաթիլներ։ Ձեզնից ով էր ասում, որ ընկեր Զադոյանի Հունանյանի դեպքի մասին խոսք է գնացել։ Իս թվում է, իրանք ինչ-որ կապ ունեն ընկեր Զադոյանի հետ։ Հենց հետա պետք պարզել, թե ինչ կապ։ Ու երբ ամեն ինչ իմանանք, Հունանյանի հետ խոսալու գոնե ինչ-որ բան կունենանք։ Մի րոպե երեխեք։ Էս Սուսաննան իր ազգանունն էլ է Զադոյան։ Էս հաստատ զուգադիպություն չի։ Վերցնում եմ իմ բոլոր խոսքերը ետ։ Երեխեք, ինչ լավ է, որ դու գալիս էիք համալսարան մեկ-մեկ։ Եթե այսօր ամեն ինչ լավ վերջացավ, բոլորդ պաղպաղակի կուտելու։ Հենց հիմա էլ կգնանք ու կասենք, այն ինչ մտածում ենք իրանց մասին։ Իսկ միգուցե սկզբի համար հստակ ապացույցներ ունենանք, որ կարողանանք փաստերով խոսել, ու էլ իրանց խոսելու տեղ չթողնենք։ Եկեք, ես գիտեմ ինչ կանենք։ Կներեք, բաց չեն կարող թողնենք, որ գնաք։ Ընկեր Հունանյան, խնդրում ենք մի գնացեք, երեխեքն արդեն ամեն ինչ գիտեն։ Բայց ես հետո կբացատրենք, որովհետև կան մարդիկ, որոնց պետքա շտապ վտարել համալսարանից։ Ընկեր Հունանյան, մենք հասկացել ենք, որ այդ նոր դասախոսները մեզ տրամադրում են ձեր դեմ, բայց իրանք իրանց ուզածին չհասան։ Երեխեք, եկեք գնանք։ Արս, ընկեր Հունանյանը իր երետար լսարանում պահի, որ չգնա։ Պետք չի գնալ նրանց հետևից, ընդհանրապես պետք չի նրանց ինչ-որ բան ասել։ Հաստատ պետք է։ Մենք իրավունք չունենք անգամ կասկածենք ձեզ։ Ու ձեզ արժանացնենք նման վերաբերմունքի։ Դուք բոլորին միշտ աջակցել եք ամեն հարցում։ Հիմա թույլ տվեք իրենք իրենց սխալներն ուղղեն։ Չլինի ուզում եք մտնեք ընկեր Հունանյանին հրաժեշտ տակ։ Ինչ ափսոս, որ ձեր սուտը բացահայտվեց։ Ինչ եք խոսում։ Կարող է գիշերը լավ չեք քնել։ Մենք լավ ենք քնել, իսկ դու Սուսաննա ջան։ Կամ ընկեր Զադոյանը։ Լավ է։ Դե ձեր հայրիկ է, էլի։ Հասկանում եք ինչ եք խոսում։ Ինչ հայր, ինչ ընկեր Զադոյան։
Այն կողմ գնացեք, դասի ենք մենք։ Արդեն ուշ է, ընկեր Ժիրայր։ Մենք ամեն ինչ գիտենք։ Չեզ իրոք թվում էր, որ կարայիք մեզ ապուշի տեղ դնեիք։ Այդ ձեր մոտ չստացվեց։ Մենք ամեն ինչ փաստերով ունենք։ Ցույց տանք։ Իսկ փաստեր ունեք, թե ոնց ձեր ընկեր Հունանյանը ջուրը գցեց իմ պապայի տարիների կարիերան, աշխատանքը։ Ես ինձ խոսք էի տվել, որ բոլոր մեղավորները պատասխան են տալու։ Ու եթե նույնիսկ այս սևով չստացվեց, ես միևնույն է մեթոդներ կգտնեմ իրան պատժելու համար։ Ինչ ահավոր է, որ բոլորդ Սուսաննայի ձեռքի խաղալիքն եք դարձել։ Կանգնել եք անարդարության կողքին ու փորձում եք օգնել։ Քո արածն է, չէ՞։ Դու ես հեղինակը։ Ամենասկզբից է քեզ չպետք է թողենք մեր այդ նույն տեղը գայել, բայց խցկվեցիր պարտադիր։ Ձեր միջի միակ մարդն ավարժանի է դասախոս կոչվելու։ Դուք իրավունք չունեք երեխա կրթելու։ Ի դեպ Սուսաննա, ճիշտ են ասում, պտուղը ծառից հեռու չի ընկնում։ Ցավալի է։ Շատ ցավալի է, որ մարդ փոխանակ ընդունի իր սխալը ու փորձի շտկել։ Իր երեխուն է գցում այդ նույն սխալի մեջ։ Ես հասկանում եմ քո համար քո հայրը միշտ էլ ճիշտ է։ Բոլորի կյանքում էլ այդպես է։ Բայց դու փոխարենը շարունակես նրա սխալները, պիտի օգնես, որ նա էլ երբեք չսխալվի։ Ու քո ընկերներին էլ չգցես այդ պատմության մեջ։ Որոնք քո լավը ուզենալով անկախ իրանցից դառնում են այդ խարդախության մասը։ Ընկեր Հունանյան, դե խոսքը իրանց համար ոչ մի նշանակություն էլ չունեն։ Որովհետև իրանց մեջ բացակայում են մարդկային ամենակարևոր արժեքները։ Դուք ոչ մի բան էլ չեք հասկանում։ Մենք ամեն ինչի պատրաստ ենք մեր ընկերոջ համար, նույնիսկ եթե դա սխալ է։ Կարող է ընկերության չափանիշներն են ուրիշ բոլորիս մոտ, բայց եթե մեր օգնության կարիքը կա, մենք ներկա ենք։ Գնացեք մեր համալսարանից ու մի թունավորեք ձեզ շրջապատող մարդկանց ձեր մեջ եղած չարությամբ։ Ու նաև սովորեք, որ ընկերոջ սխալը չեն շարունակում, այլ օգնում են, որ ուղղվի։ Մենք շատ քիչ էր մնացել, որ ձեր լարած թակարդը ընկնեինք։ Ու եթե ընկեր Մարկոսը չլիներ, մենք գուցե այդպես էլ ոչինչ չիմանայինք։ Հուսամ ես դեպքը ինչպես եւ մեր, նաև ձեր կյանքում ինչ-որ մի բան կփոխի։ Ձեզ ինչ ա թվում, ինչ որ բան հասկացան։ Հասկացան, Սուսաննան չգիտեմ, բայց մյուսների աչքերում ամեն ինչ երևաց։ Ընկեր Հունանյան, ներում եք չէ երեխեքին։ Մեղք են, մի քիչ դմբո են, բայց ուղեցին իրենց սխալը։ Չի գնում, չէ՞։ Ապրեք, որ բացեցիք մեր աչքերը։ Դուք էլ մնացեք։ Այստեղ ձեր նման մարդկանց կարիքը շատ կա։